Ողջույն հարազատներ, այսօրվա խոսքը, որ ունեմ Սուրբ Հոգուց առաջնորդված, շատ կարևոր նյութ է, իշխանության մասին է։ Եթե մենք չհասկանանք սա, մենք պարտված կյանք կունենանք այս երկրավոր կյանքի վրա։ Անգամ այս խոսքը վերաբերվում է հավատացյալներին, ովքեր որ ընդունել են Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ։ Եվ իհարկե բոլոր այն մարդկանց, ովքեր որ դեռ չեն ընդունել Տիրոջը։ Իշխանությունը շատ կարևոր բան է, եւ երբ որ մենք ծնվում ենք, ես արդեն խոսել եմ սրա մասին, որ կապ չունի դու ինչքան բարի եւ լավ մարդ ես, երբ որ դու ծնվում ես, դու արդեն Ադամի սերունդն ես եւ դու արդեն ծնվում ես պարտված Ադամի գեներն ես ժառանգում եւ ծնվում ես մեղքի եւ մահվան իշխանության տակ։ Մինչեւ այն ժամանակը, այն օրը ու վայրկյանը, որ հասկանում ես Հիսուս Քրիստոսի կատարած զոհաբերությունը, խաչը, մահը եւ հարությունը եւ խոստովանում ես քո մեղքերը, գիտակցում ես քո մեղավոր լինելը եւ խոստովանելով քո մեղքերը, ներվում ես Հիսուս Քրիստոսի կատարած զոհաբերության շնորհիվ եւ կնքվում ես որպես զավակ։ Եվ այս process-ից հետո, երբ որ այս ամբողջ էտապները անցնում ես, արդեն գնվելով Հիսուսի արյունով դու որդեգրվում ես եւ մտնում ես Հիսուս Քրիստոսի իշխանության տակ։ Մինչ այդ, երբ որ դու մեղքի եւ մահվան իշխանության տակ ես, ինչքան էլ անպագորգոր բաներ խոսես, այսպես ոգևորող, ինչ որ չարին դեմ կանգնող ինչ որ բաներ, սատանան ուղղակի կանգնած քո ետևը ծիծաղում է, որովհետեւ դու իր իշխանության տակ լինելով, դու չես կարող իրան հաղթես։ Սա պետք է մենք հասկանանք, սա պետք է մենք մեր գլխի մեջ դնենք։ Մարդը գիտակցաբար գնում է մեղքագործը, բայց կանգնում ասում է ես զորություն ունեմ, սատանան ով է որ։ Սատանան նա է, որի իշխանության տակ դու ապրում ես եւ հնազանդում ես իրան։ Եվ մարդիկ սա չեն կարողանում հասկանալ։ Բայց այդ իշխանությունը Հիսուս Քրիստոս մեզ փոխանցեց եւ փառք Հիսուս Քրիստոսին, որ նախ ներեց մեր մեղքերը, բայց այդ ներումը ինքը առաջի քայլն է։ Երբ որ ես խոստովանում եմ, մտնում եմ որդիական իրավունքի մեջ, այդ իշխանության տակ, Աստծո թագավորության արդեն զավակ եմ դառնում, սա առաջի քայլն է ընդամենը, որ ես կատարում եմ։ Բայց շատերը մնում են այդ շեմի վրա, ուղղակի ընդունում են իրանց մեղքերի թողությունը, ամեն ալելույա եւ մնում են այդտեղ։ Բայց կարևոր է որ մենք հասկանանք, որ Քրիստոսի զոհաբերությունը մեզ տվեց ոչ միայն ներում, ոչ միայն հավիտենական կյանք, այլ նաեւ այս երկրավոր կյանքի մեջ մեզ իշխանություն տվեց Տերը։ Երբ որ Տեր Հիսուսն ասում է դեմ կացեք սատանային եւ սատանան կփախչի, այստեղ հարց է առաջանում, Տեր, ինչպես պիտի դեմ կենամ։ Ես ունեմ այդ իրավունքը կամ այդ իշխանությունը, որ ես դեմ կենամ սատանային։ Տերն ասում է, չէ, դու չունես, բայց ես քեզ տվել եմ այդ իշխանությունը, քանի որ դու գտնվում ես իմ իշխանության տակ, դրա համար դու իշխանություն ունես, բայց եթե դու չես գտնվում այդ իշխանության տակ, կներես, դու իշխանություն չունես։ Դու չես կարող սատանայի տերիտորիայի մեջ սատանային հաղթես։ Դու պիտի իր իշխանության տակից դուրս գաս, որ արդեն քո դուրս գալը արդեն դա հաղթանակ է։ Արդեն Հիսուս Քրիստոսին Տեր եւ Փրկիչ ընդունելը եւ նրա իշխանության տակ գտնվելը արդեն հաղթանակ է։ Եվ Տեր Հիսուս խոսեց անառակ որդու պատմությունը, առակը, որ շատերս գիտենք, որ երբ որ վերադարձավ իր հոր մոտ, հայրը նոր հանդերձներ տվեց, նոր պատմուճան տվեց եւ մատանի դրեց նրա մատը։ Մատանին իշխանություն է նշանակում։ Հայրը վերականգնեց իր որդու կորցրած իշխանությունը, որ որդին թողել էր այդ իշխանությունը եւ ասել էր պետք չունեմ այդ իշխանությունը եւ գնացել էր, բայց հայրը վերականգնեց այդ իշխանությունը եւ խոսում է Հիսուս Քրիստոս այս առակը եւ ասում է սիրելիս, այն օրը, որ դու դարձի ես գալիս քո հոր մոտ, հասկանում ես, գիտակցում ես, որ դու մի ամբողջ կյանք թողել ես քո սիրելի հորը, քո արարիչ Աստծուն եւ վերադառնում ես նրա գիրկը, այդ ժամանակ Տերը ոչ միայն ներում է եւ գրկում է եւ ընդունում է քեզ, այլ նաեւ քեզ իշխանություն է տալիս։ Սիրելիներ, հասկացեք, այս իշխանությունը եթե չհասկանաք ու չընդունեք ու չբանեցնեք, սատանան միշտ ծիծաղելու է եւ հաղթական կյանք է ունենալու ձեր վրա։ Պետք է որ մենք սա հասկանանք, որ կարողանանք մենք հաղթենք իրան, մեր դավանությունով, մեր ճիշտ դավանությունով, որտեղից դու ունես այդ համարձակությունը, այդ իշխանությունը, քանի որ դու գտնվում ես Հիսուս Քրիստոսի իշխանության տակ։
Եվ Հիսուս եւ այդպեսի մատանու հետ կապված նաեւ գիտենք Հովսեփի պատմությունը, որ Փարավոնը իր մատանին Հովսեփին տվեց։ Նաեւ Եսթերի գրքի մեջ ունենք, որ մարած թագավորը մատանին տվեց հրյա մուրցքեին եւ ասեց ինչ որ դու հրատարակես, ինչ որ արձանագրես ու այս մատանին կնքի այդ քո որոշումը, անգամ ես որ թագավոր եմ, չեմ կարող փոխել։ Պատկերացրեք Աստված մեզ ինչքան է վստահում մեր դարձի գալուց հետո, մեր խոստովանությունից հետո, մեր ներումից հետո, որ այդ մատանին ինքը մեզ վստահում է, սիրելիներ, այդ իշխանությունը ինքը մեզ վստահում է։ Եվ ուզում է, որ այդ իշխանությունը մենք բանեցնենք եւ ապրենք այդ կյանքը, բայց իրական ապրենք։ Եվ Տեր Հիսուսն ասաց, եթե ես քո մեջ լինեմ եւ դու էլ իմ մեջ լինես, ինչ որ խնդրես պիտի տրվի քեզ, բայց դու բաժին ունես, դու պիտի Տիրոջ մեջ լինես եւ Տերն էլ քո մեջ լինի։ Դու չես կարող ոնց ուզես ապրես սատանայի իշխանության տակ, բայց երբ որ տեղը հասնի, ամպագորգոր ինչ որ բաներ ասես, եւ որոշները արել էին այդպես, եւ Տեր Հիսուսի առջև կանգնել են եւ ասել են. Տեր, մենք քո անունով էս արեցինք, այն արեցինք, եւ Տերն ասում է այդ օրը, որ դուք իմ առջև կկանգնեք, ես ձեզ կասեմ, ես ձեզ բնավ չեմ ճանաչել, անիրավություն գործողներ, ինձանից հեռու գնացեք։ Հասկանում եք, որ ոչ միայն դու պիտի քո գլուխդ գովաս, որ ով ես դու, այլ Տերը պիտի քեզ թույլ տա, որ դու այդ իշխանության տակ լինելով այդ իշխանությունը գործածես, որ հաղթական կյանք ունենաս, որ թույլ չտաս, որ սատանան քո ընտանիքի, քո կյանքի խաղաղությունը, օրհնությունը, ուրախությունը գա ու գողանա երբ ուզի, ոնց ուզի, ասենց քացով դուրը բացի ու մտնի քո տուն ու ավիրի ու դուրս գա։ Ինչու՞, որովհետև դու քո իշխանությունը չես կարող բանեցնես եւ չգիտես։ Դրա համար սիրելիս այսօրվա իմ խնդրանքն է, եթե մինչ այսօր չես խոստովանել քո մեղքերը Տեր Հիսուսի առջև, նա խոստովանի եւ մտի այդ որդիական իրավունքի տակ եւ մտի այդ իշխանության տակ եւ թույլ տուր, որ այդ իշխանությունը գործի քո կյանքի մեջ։